Ամենակարևորը ինտելեկտն է։ Ինտելեկտը բանիմացությունը, որ մարդ պետք է, եթե կադրում դու երևում ես, դու պարտավոր ես նախ իմանալ ինչի մասին ես կարդում, ինչի մասին ես վարում հաղորդումը, դա պարտադիր է։ Բացի դրանից, երբ որ ես այն տարիներին ինձ ուղարկեցին Մոսկվա վերապատրաստման, Աստան կինո, կար մի հաղորդավար, միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները լավ կհիշեն, նա համարվում էր Խորհրդային Միության համար 1 հաղորդավարը, Իգոր Լեոնիդովիչ Կիրիլով, եւ ինքը մեզ դասավանդում էր։ Եվ ինքը մեզ ասաց, որ երբ որ դուք ներկայացնում եք տեքստը, կարդում եք տեքստը, մանավանդ ինֆորմացիոն տեքստը, պետք է լինի երկու շրջանակ, այսինքն առաջին շրջանակը դա նեղային ինֆորմացիան է, որը որ դուք ներկայացնում եք, դուք պարտավոր եք իհարկե տեղյակ լինել, բայց դրա կողքին կա նաև լայն ավելի շրջանակ, որը ավելի կենթանացնում է ձեր խոսքը նրա մասին, այսինքն ասոցիատիվ ինչ-որ զուգահեռներ է ստանում եւ հետաքրքիր մի օրինակ բերեց, ասեց, օրինակ ասեց հայկական կոնյակը երբ որ խմում ես, ինչով կարող ես այն վայելել։ Հա, չէ, ներողություն, այդպես չէր, ասած եթե կարդում եք ինֆորմացիա, որ ասենք Հունաստանում հավաքել են այսքան տոննա կիտրոն, ինչի հետ կարող եք զուգահեռ տանել։ Բոլորը զարմացած նայեցին, ասաց ինքը նայեց իմ դեմքին, ասաց հայկական կոնյակի։ Այսինքն դա փոքր եւ մեծ արդեն շրջանակն է, դու արդեն այդտեղ եւ մեկի մասին ինֆորմացիա պետք է ունենաս եւ լայն շրջանակի մասին, եթե գիտելիքներ չլինեն, կենթանություն չի լինի կադրում։ Աչքերը դա ամենամեծ ռենտգենն է մարդու համար, այս սառը ոսպնյակի մեջ երբ որ նայում ես, աչքերիցդ արդեն երևում է դու գիտես այդ նյութին ծանոթ ես, թե պարզապես կարդում ես։